Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում եւ իմ YouTube-յան ալիքում։ Հայացք դրսից նախագիծն է։ Ուրախ եմ կրկին հանդիպման համար։ Այսօր եւս ունեմ անչափ հետաքրքիր մի հյուր, բայց միջ կհրավիրեմ նրան այստեղ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի հայերի միությանը այս գեղեցիկ սրահը տրամադրելու համար։ Հաղորդման աջակիցներ՝ Safar Travel տուրիստական գործակալություն, Լիպիստոկ ծաղկի խանութ սրահ, Դոկտոր Նազելի Արտենյան, Վտրենդե ոճային հագուստի խանութ սրահ։ Հաղորդման գլխավոր աջակիցն է Windend ստամատոլոգիական կլինիկան։ Այստեղ ձեզ կպարգևեն գեղեցիկ եւ առողջ ժպիտ։ Համերգից ես գալիս, գիտեմ, Այո, Իրկուտսկում եմ եղել, գաստրոլի, ну ко все вместе, շատ հետաքրքիր համերգ էր, շատ մեծ շոու եւ պրոգրամա էր մեր մոտ։ Изначально Դաշնակահար, еще раз. Им ձայնը միշտ как бы ոնց ասեմ, выделялся. Առանձնանում էր բոլորը։ Այո, ամեն մի խորհուրդը իմ համար շատ մեծ նշանակություն ունի։ 2 ամիս մենք ապրում ենք Մինսկում, 16 ուղիղ եթեր։ Տենց համակարգի ռեժիսորների հետ ես չէի աշխատել դեռ։ Գրված սցենարային ինչ-որ մի բան կա։ Ամեն ինչ բան եք տեսել, շատ քիչ։ Շատ բաներ իրանք կտրել էին։ Մոնտաժում են։ Մոնտաժում շատ բաներ են կտրել։ Դուք չեք պատկերացնում։ Ես երաժշտական դպրոցում էի, բայց ես 7 տարեկանում արդեն սկսեցի պրոֆեսիոնալ վոկալով զբաղվել։ Եվ քանի տարեկան էի, 14 տարեկանում ես ընդունվեցի Լարիսա Դոլինայի ակադեմիա։ Ռուսաստանից հայ աղջիկ էր, որը եկել էր Բելարուս, как бы։ Ես շատ մեծ ուժեղ настрой ունեի ու ես մտածում էի, եթե ես չհաղթեմ, ոչինչ, մի քիչ կլացեմ, կհանգստանամ եւ կմոռանամ, բայց ես ուզում եմ именно как танк գնամ ну ко все вместе եւ մտածեմ, որ ես մենակ հաղթանակի համար եմ գտնվում։ Իմ եւ ձեր հյուրն է հրաշալի, տաղանդավոր, գեղեցիկ հայուհի, ով բազմաթիվ մրցույթներում դափնեկիր է եւ վերջերս էլ հաղթել է «Ну ко все вместе» նախագծի 6-րդ եթերաշրջանը։ Էլեն Վադալյան։ Ուրախ եմ, որ հրավերս ընդունել եք, եկել եք եւ իհարկե շատ հաճելի է։ Եվ դրա համար ուզում եմ անպայման նշել եւ շնորհակալությունս հայտնել Արման Ներսիսյանին, իմ լավագույն ընկերոջը, գիտեմ, որ դուք շատ լավ, նույնիսկ բարեկամական մտերմություն կա։ Ես շնորհակալ եմ, որ նա օգնեց մեր այս հանդիպումը, որպեսզի կայանա։ Ինչպես ես քեզ զգում։ Շատ լավ։ Վերջերս համերգից ես գալիս, գիտեմ, որ Այո, Իրկուտսկում եմ եղել, գաստրոլի, ну ко все вместе, շատ հետաքրքիր համերգ էր, շատ մեծ շոու եւ պրոգրամա էր մեր մոտ, շատ եմ սիրում մեր համերգները, именно ну ко все вместе, որովհետեւ շատ տաղանդավոր երգիչներ կան այնտեղ։ Եվ մենք անպայման կխոսենք հենց այդ մրցույթից եւ ոչ միայն այդ մրցույթից, բայց իմ հաղորդման շրջանակներում ամենասկզբում ինձ հետաքրքրում է եւ վստահ եմ նաեւ մեր հեռուստադիտողներին, իմ հետևորդներին, թե իմ հյուրը արմատներով որտեղից է, որտեղ է Էլեն Վադալյանը ծնվել, եւ արդեն արդյոք երբ ես եկել Ռուսաստանի Դաշնություն, սկսենք մանկությունից։ Ես ծնվել եմ Կուրսկ քաղաքում, իմ ծնողներս Երևանից են, 2 պապիկս Երևանից են, մի տատիկս Սոշականից, մի տատիկս էլ Իջևան Սևքարից, այդ է։ Սևքար։ Այո։ Իմ հայրիկն է այնտեղից, ես արմատներով կիսով չափ այնտեղից եմ, մայրիկս Արցախից է ու հենց Սևքարից, որտեղից որտեղ հանդիպում։ Շատ հետաքրքիր է, տեսնում ես արմատները ինչ խորն ու հետաքրքիր են։ Բայց ամբողջ կյանքս ես տեղ եմ ապրում Մոսկվայում։
Երևի 2 տարեկանում տեղափոխվել ենք Մոսկվա Կուրսկից։ Պիտի նշեմ, որ հրաշալի խոսում ես հայերեն եւ դա քո ծնողների արդեն ավանդն է, ներդրումն է, նրանց ի պատիվ նրանց, որովհետեւ շատ կարեւոր է օտար երկրում ապրող հայ երեխաները, որպեսզի խոսեն հայերեն։ Ով առաջինը նկատեց քո մեջ տաղանդը։ Մանկապարտեզում երևի թե մեր երաժշտական ուսուցիչը կարող է ասել, հա։ Երկի ուսուցչուհի։ Երկի ուսուցչուհի։ Ուտրինիկներին ինչ որ sense общий сборներ էր, երգում էինք ինչ որ երգեր, բայց իմ ձայնը միշտ как бы ոնց ասեմ выделялся։ Առանձնանում էր բոլորը։ Այո։ Եվ ես երգում էի, արդեն 4 տարեկանից երգում էի մենակ, նորից այդ ուտրինիկներին, եւ մեր ուսուցիչը ասեց ծնողներիս, որ ես պետք է գնամ երաժշտական դպրոց, անպայման։ Ես 6 տարեկանում ընդունվեցի դաշնամուրի բաժին, 8 տարի այնտեղ սովորեցի։ Շատ դժվար ճանապարհ էր, բայց ես շատ ուրախ եմ, որ ես այնտեղ ընդունվեցի, վերջացրեցի։ Իսկ հիմա շարունակում ես նվագել։ Այո, իհարկե, ես երգեր եմ գրում։ Ու հենց երևի երգեր գրելս հենց այնտեղից էլ գալիս է, որովհետև եթե ես դաշնամուր չնվագեի, ես չէի կարողանում միջև այդ երգեր գրեի։ Իսկ հետո արդեն ավելի բարձր ավարտելուց հետո երաժշտական դպրոցը արդեն Լարիսա Դոլինայի ակադեմիա, հա։ Այո։ Շարունակենք կրթական այսպես ճանապարհը։ Բայց ես երաժշտական դպրոցում էի, բայց ես 7 տարեկանում արդեն սկսեցի պրոֆեսիոնալ վոկալով զբաղվել։ Եվ քանի տարեկան էի, 14 տարեկանում ես ընդունվեցի Լարիսա Դոլինայի ակադեմիայում, բայց Լարիսա Դոլինան, ես դες ասեմ, ոչ մի կապ չունի իմ երգելու հետ, ոնց ասեմ, Լարիսա Դոլինը պրոստը պրեզիդենտ ակադեմիայի ղեկավարն է։ Այո, իսկ ուսուցիչները այլ մարդիկ են։ Հա, իմ միակ ուսուցիչը Մանվել Գրիգորյանն է։ Օ, հայ։ Հայ, իհարկե։ Հրաշալի։ Այո։ Իսկ նա եկել է ինչ որ դասերի, չգիտեմ, վարպետաց դասեր, հա, մաստեր կլասներ անցկացրել է Դոլինան, թե այդպես էլ ինքը այդքան դասավանդման հետ կապ չունի։ Կապ չունի։ Ուղղակի չեմ հիշում, երևի 2 ստուդենտներ էին նրա մոտ սովորում, всё։ Իսկ քո ուսուցիչը քեզ ամենակարևոր խորհուրդը ինչն է, կհիշես, որ երգչուհին, արտիստը, բեմի մարդը ինչպիսին պիտի լինի։ Իմ ուսուցիչը միշտ իմ հետ է։ Ես չեմ կարող ինչ որ բան выделить անեմ, որովհետև նա իմ համար արդեն իմ ընտանիքն է, իմ ընտանիքի անդամն է եւ չգիտեմ ոնց ասեմ Ամեն մի խորհուրդը իմ համար շատ մեծ նշանակություն ունի։ Անընդհատ երաժշտության մեջ, ուսում, դպրոց, արդյոք հասցրել ես այդ մանկական չարաճճությունները, բակ, խաղալ, ընկերներ, ընկերուհիներ։ Ինձ թվում է թե չէ, որովհետև ես սկսեցի իմ այդ ինչ որ պատրաստկովի պերիոդը երևի 13-14 տարեկանում, բայց իմенно այդ մանկական ժամանակը ես չեմ տվյալ ձևով անցկացրել։ Որովհետև երաժշտական դպրոցի իմ ժամի 100% ամբողջ ժամանակը վերցրել էր։ Իսկ ինչի մասին ես մանկության ժամանակ երազել։ Ինչ որ մի բան կա, որ հատուկ sense շատ վառ տպավորվել է։ Ինչ որ ես հիմա իմ կյանքում ունեմ, դրա մասին էլ մտածել եմ։ Երջանիկ ես։ Այո, շատ։ Քանի տարեկանից արդեն սկսեցիր մրցույթներին մասնակցել, որովհետև ամեն երգչուհի եւ երգիչ չէ, որ կարողանում է մրցույթների մասնակցել։ Այդտեղ պիտի հատուկ ուժ ունենաս, կամքի ուժ, որպեսզի կարողանաս այդ դժվարությունները անցնել։ Երբ սկսվեց, հերթով այսպես նշենք ու գանք ամենա այսպես կարևորին։ Այո, ես շատ ինչ որ sense փոքր կոնկուրսներ ունեի, 2018 թվականից սկսվեց իմ այդ կոնկուրսների ճանապարհը։ Так сказать, подготовка «Голос дети». 10 տարեկանում փոքրիկ կոնկուրսներ ունեի եւ 11 տարեկանում ես արդեն մասնակցեցի «Голос дети»։ Շատ չանցավ, ոնց ասեմ, երկրորդ փուլից ինձ հանեցին, բայց դա իմ համար շատ մեծ օպիտ էր, ոնց որ տելևիզիոնի պրոյեկտ, այո։ Ինչ տվեց օրինակ քեզ դա։ Ավելի համարձակություն, նոր ընկերներ։
Չեմ կարող ասել, որ ես ինչ-որ շատ ընկերներ ունեցա դրանից հետո, որովհետև բոլորի հետ մենք շփվեցինք եւ մոռացանք իրար մասին։ Եվ ոնց ասեմ, ուղղակի вот эта смелость, храбрость перед камерой, всё. Դա էլ բավականին արդեն մեծ գործ է։ Իհարկե, երեխայի համար շատ մեծ բան է։ Հաջորդ մեծ պրոյեկտս եղավ Детская новая волна 2020 թվականին։ Ես բոլորը քեզ հետևում էին էլի։ Ես ներկայացրեցի Հայաստանը, երգեցի Հայաստան երգը, շատ դժվար օրեր էր Հայաստանի համար։ Դվաղց մասնակցեցի, գրավեցի երրորդ տեղը, դա Детская новая волна-ի համար շատ մեծ մրցանակ է։ Այո։ Եվ իմ հաջորդ պրոյեկտները ոչ տելևիզիոնի, երկու հատ պրոյեկտ ունեցա, Большая сцена, որտեղ որ ես գրավեցի Grand Prix, եւ հաջորդը Ագուտինի ֆորումը, նորից Grand Prix, որտեղ որ Լարիսա Դոլինան ինձ տեսա, հրավիրեց ինձ ակադեմիա։ И наконец-то, Factor by։ Այո։ Ամենամեծ Բելարուսիայում, չէ՞, ճիշտ եմ։ Այո, ամենամեծ իմ պրոյեկտներ 2 ամիս մենք ապրում ենք Մինսկում, 16 ուղիղ եթեր։ Տենց համակարգի ռեժիսորների հետ ես չէի աշխատել դեռ պրոդյուսերի, մուզիկալնի պրոդյուսերի բոլորը շատ մեծ նշանակություն ունեցավ այդ պրոյեկտի կյանքում։ Եվ հաջորդը նկատի մեծը։ Իսկ այնտեղից հրավեր չունեցար մնալու, չգիտեմ աշխատելու, չէ։ Ոչ, շատ տարօրինակ էր, բայց ոչ։ Ռուսաստանից հայ աղջիկ էր, որը եկել էր Բելարուս, как бы։ Դժվարություններ կար այդ ազգային պատկանելության պահը կար, Էլեն, ինչ որտեղ զգում եք, ինչ ձևով եք զգացել եւ ինչպես եք հաղթահարել, եթե այդ բացասական էներգիան զգացել եք։ Միշտ եղել է այդի, նույնիսկ Factor by-ում սուպերֆինալ անցան մենակ բելարուսները։ Ինձ թվում է из-за того, что ես հայ էի, ես Ռուսաստանից էի, ինձ չանցկացրեցին, բայց դա իմ համար Դու չես կոտրվել դրանից։ Ոչ։ Ավելի հակառակ ուժեղացել ես։ Конечно. То есть постоянно, ոնց ասեմ, я смирялась с этим. Ну ладно. Երբ որ ես նույնք все вместе հաղթեցի, շատ մեծ неожиданность էր, սյուրպրիզ էր իմ համար, որովհետև միշտ из-за того, что ես հայ եմ, ես Կարծում եմ, որ չես։ Այո, именно телевизионный, որովհետև ինչ որ ոչ телевизионный պրոյեկտներում ինձ միշտ տալիս էին իմ սիրած մրցանակ Grand Prix, вот. Поэтому не знаю, սյուրպրիզ էր իմ համար, որ ես հաղթեցի։ Արի հետ վերադառնանք հենց այդ օրը, այդ պահը։ Ես գիտեմ, որ այդ մրցույթից առաջ հայրիկն է ասել, որ բավական է պարզապես մասնակցել, ճիշտ է։ Այո։ Ինչ ես կարծում, այդպես դասավորվեցին աստղերը, թե ի վերջո ամեն դեպքում հայրիկի խոսքերը այսպես գնացին տիեզերք ու ամեն ինչ այդպես ստացվեց եւ քո տաղանդի շնորհիվ իհարկե։ Մենք մեր настрой просто փոխեցինք, որովհետեւ արդեն հոգնել էինք։ Մեզ չէին տալիս, մենք հաղթեինք по каким-то странным причинам. Вот. Ես շատ մեծ ուժեղ настрой ունեի ու ես մտածում էի, եթե ես չհաղթեմ, ոչինչ, մի քիչ կլացեմ, կհանգստանամ եւ կմոռանամ, բայց ես ուզում եմ տենց именно как танк գնամ նուկա все вместе եւ մտածեմ, որ ես մենակ հաղթանակի համար եմ գնում այնտեղ։ Էներգիան ի վերջո հասնում է տիեզեր։ Հա։ Եվ շատ գեղեցիկ ելույթ ունեցար։ Իմիջայլոց երգերը ովքեր են ընտրում, դու ինքդ թե այնտեղ մուզիկալ երաժշտական պրոդյուսերները որոշում են թե տվյալ մասնակիցը ինչ երգ պիտի երգի։ Դա նույնիսկ շատ դժվար հարց է, որովհետև շատերը չեն հասկանում как поступить в этой ситуации, որովհետև встречաներ են մուզիկալնի պրոդյուսերների հետ, որտեղ որ մենք որոշում ենք ինչ ենք երգելու, եւ ես միշտ ասում եմ, ես այս տվյալ երգն եմ երգելու, կամ էլ դուրս չեմ գալու։ Բայց համընկնում էր քո ցանկությունը։ Իհարկե, ես ասում եմ, ես այս երգն եմ ուզում, всё, ուրիշ բան ես չեմ երգելու, որովհետև ես հասկանում եմ, որ ոնց ասեմ, իմ успеха на 80% зависит от песни. Իհարկե։
Բայց պիտի նշեմ այդ պահը լարված, երբ որ արդեն քիչ-քիչ շատանում են, կանգնում են, հա, հարյուրյակը, այդպես պատվավոր ժյուրի անդամները եւ Լազարևը ինչ կերպ էր քեզ աջակցում, որ նույնիսկ Կիրկորովի կոճակն է սեղմում, այդտեղ կոնֆլիկտը ու քո այսպես մեծ գեղեցիկ աչուկները հայի, որ այո, դու պարզապես քեզ զսպեցիր, որ արդյունքները այսպես չթափվեն, որովհետև ուզում էիր հասկանալ ինչ է կատարվում։ Բայց ես իսկապես այս նախագծի շրջանակներում ավելի ու ավելի սկսեցի շատ հարգել Լազարևին, Բասկովին նույնպես։ Ինչ էիր զգում այդ պահին, որ քեզ համար այդ նման պայքար էր գնում, նման մեծության աստղերի միջև։ Ինչ օրեր, ես չեմ կարող բացատրել, նույնիսկ որ ես վերջինն էի, դա իմ համար շատ դժվար էր 9 ժամ պրոստը նստել, բայց ես որոշել եմ, որ ես ոչ մեկին չեմ լսելու, դուրս էի գալու դուրս, ման էինք գալիս մամայի հետ, նույնիսկ գնացել էինք Яблочный сад, у Мосфильма, как Адам и Ева, яблоки, в общем, բայց բեմին, երբ որ ես կանգնած էի, լացում էի, ես ոնց ասեմ, накопилось просто։ Բայց հասկանում էիր արդեն, որ հաղթանակին մոտ ես ու արդեն հաղթում ես, թե դեռ չէ։ Մտածում էիր, որ ամեն դեպքում ես չէի հավատում, որովհետև երբ որ как раз-таки Սերգեյ Լազարևը ասաց, որ 98 չի իմ բալերը, ես արդեն sense մի տեսակ Такого профессионализма весь сезон не показывал никто! И даже последний в финале! И она делает все безукоризненно! Իսկ ինչ զգացողություն էր, որովհետև այն կողմում էլի հայուհի էր, չէ՞։ Ֆլորա Բիչախչյանն էր եւ երկու հայուհու միջև այդպիսի այդ պահն էր ստացվել, բնականաբար ես վստահ եմ, որ շատ ծանր էր եւ քեզ համար եւ նրա համար։ Հետո շփում ունեցել եք։ Այո, իհարկե, շատ լավ եք շփվում, իհարկե։ Ну, ոնց ասեմ, պրոյեկտները, որ գոնիցը, вот кто գոնիցը այդ պրոյեկտների բարբայի հետևից, ինձ թվում է շատ վատ բան է դա։ Ինձ թվում է, когда ты в игре, որ դու ինչ որ определенный խաղի մեջ ես, դու խաղում ես, բայց դու, ну, как бы մարդկությունը չես կորցնում։ Այո, դա շատ Очень важно։ Արդյոք այդ ամենը իսկապես ոդ Կիրկորովիչը սեղմել այդպես հեռանալը դեմոնստրատիվ, հա, ցուցադրական, դա իսկապես տվյալ պահում տեղի ունեցող ինչ որ իրավիճակ է, թե նախապես, ասենք, գրված սցենարային ինչ որ մի բան կա։ Շատ քիչ բան եք տեսել, շատ քիչ։ Շատ բաներ իրանք կտրել էին։ Կտրում են, մոնտաժում են։ Մոնտաժում շատ բան էին կտրել։ Դուք չեք պատկերացնում։ Եվ ի վերջո Էլեն Բադալյանը հաղթում է։ Пригласил на сцену Победительницу 6-го сезона «Ну-ка все вместе» несравненную Элен Бадалян! Հրաշալի եւ արդարացի կերպով, իհարկե ամբողջ հայ ազգը, իմ ընտանիքը հատկապես մենք բոլորս դիտում էինք եւ այսպես աջակցում էինք եւ մեր տան այնպեսի մի աղմուկ էր, երբ որ արդեն հայտարարվեց հաղթողի անուն ազգանունը։ Դրանից հետո նախ համերգներն են շարունակում իհարկե, դու այդ թիմի հետ ես, որ ինչն է ամենահիշարժանը այն ելույթները հենց համերգին, թե շփումը, նրանց հետ ճանապարհ գնալը։ Ելույթները ամենայարկի օրերն էին իմ կյանքում։ Իսկ համերգների ժամանակ այդ աստղերի հետ դուետներ կան, թե դու ինքդ Ոչ, դուետներ չկան, իրանք սոլո են երգում, մենք էլ կամ դուետներ իրար հետ, ну, սուչասնիկներ, այո, բայց ես մենակ եմ երգում, հələ որովհետև ես հաղթել եմ վերջի սեզոնում։ Իսկ քո երգերը այդ համերգներում ընտրված
էլի համաշխարհային հիթերից են, թե ռուսական, որովհետև քո ձայնը իսկապես համաշխարհային մեծ գործերի համար է, ինչպես Լազարևը նույնիսկ նշեց, երբ որ դու ռուսերեն էիր, չէ՞, երգում վերջին երգը, ու բոլորը այսպես սկսում էին, որ եւ այլն ու ինքը ասում էր աղջիկը իր հզոր ձայնով եկել տեղավորվել է ռուսական փոքր երգի մեջ։ Հա։ Ինչ երգեր ես ընտրում, ամենասիրելի քո երգերից Իմ ամենասիրելի երգերը անգլերեն երգերն են։ Ես կներեք, բայց ես չգիտեմ։ Չգիտեմ, ես շատ եմ սիրում Ջենիֆեր Հադսոնի գործերը։ Կրիստինա Ագիլերայի, в целом իմ ռեպերտուարը, դուք բոլոր փոքրիկ հատված կերկես ինձ համար մեր հեռուստադիտողների։ Այո, մտածեմ ինչ երգեմ։ And I am telling you that I am not going. You're the best man I've ever known. There's no way I can ever go. No, there's no way. No way I am living without you. I'm not living without you. I don't wanna be free. Merci. Կեցես, ձայնդ զուլալ էսպես շատ զրնգուն, ձայնդ անսպար, ինչպես հայերը սիրում են, չէ՞ ասել, եւ համաշխարհային կամ մեր հայ, թեկուզ անցյալից կապ չունի հիմա, գուցե նրանք չկան, ում հետ կուզենաս դուետ ունենալ։ Կարող եմ շատ արտիստներ ասել, մի քանիսին նշի։ Համաշխարհային շատ слишком далеко, как будто бы не исполнится. Ինչ գիտես։ Խոսքը ուժ ունի։ Չգիտեմ ում ասեմ, երևի թե հայկական իսպոլնիտելներից կուզենայի Սիրուշոյի կամ Սոնա Ռուբինյանի հետ ունենայի ինչ-որ մի դուետ, սիրուն, համաշխարհային մտածեմ։ Ну, Ariana Grande, ինչ-որ рэպերների Eminem, շատ կերազեի։ Հետաքրքիր ընտրություն է։ Այո, շատ եմ սիրում, իսկ երևի ռուսական նորից рэպեր, երգիչ, Basta։ Այդ են երևի։ Տարօրինակ է, չէ՞։ Չէ, հետաքրքիր է շատ։ Այսպես երիտասարդական։ Այո։ Ամենակարևոր երազանքդ իհարկե իրականացել է եւ իրականանում է, դու դեռ ընթացքի մեջ ես ու երկար գեղեցիկ ճանապարհ ունես ստեղծագործական անցնելու։ Հիմա ինչի մասին է երազում Էլեն Բադալյանը։ Ես երազում եմ մեծ աուդիտորիա ունենամ, որ իմ երգերը սիրեն, լսեն, շուտով կլսեք իմ երգերը։ Կսպասեք։ Դու ես ինքդ ես գրում։ Այո։ Կսպասենք սիրով։ Տեսահոլովակների տեսքով, տա Աստված, որ ունենաս գեղեցիկ բազմաթիվ տեսահոլովակներ, մենահամերգներ ունենաս, եթե Հայաստանից ունենաս առաջարկ, ինչ առաջարկի դեպքում կգնաս այստեղից։ Հայաստան։ Կգնաս աշխատելու։ Աշխատելու, իհարկե կգնամ։ При любом обстоятельстве, որովհետև մենք Հայաստան ինչ-որ լավ դեպքում գնում ենք, в год один раз, հա։ Տարվա մեջ մեկ անգամ, ամռանը, հա, թե կապ չունի։ Ամռանը, այո, բայց մենք արդեն 3 տարի չենք եղել Երևանում, որովհետև ես շատ եմ կարոտել, որովհետև ես ամեն անգամ ինչ-որ պրոյեկտներ ունեմ, սովորում եմ։ Ժամանակը։ Դժվար է։ Հիմա որտեղ ես սովորում։ Սովորում եմ в Институте современного искусства։ На эстрадно-джазовом вокале։ Ժամանակակից արվեստների համալսարանում։ Ջազ, էստրադային, վոկալ։ Վոկալ բաժնում։ Եվ քանի տարի պիտի սովորես։ 4 տարի դեռ։ Արդեն 3։ Հեշտ է եւ ուսումը եւ այս գործունեությունը համատեղել։ Դժվար չի, որովհետեւ ես իրիկունն եմ սովորում 2 անգամ в неделю, получается, չգիտեմ, շաբաթական 2 անգամ շատ չի զբաղվածություն։ 3-4 ժամ, այո, իրիկունը, всё։
Ինչ է սիրում բացի երգարվեստից, երաժշտությունից, առհասարակ ինչ նախասիրություններ ունես, ինչով է սիրում զբաղվել, այլ ընտանիքի հետ, մայրիկի, հայրիկի, քույրիկի հետ։ Ես շատ եմ սիրում գիրք կարդալ, շատ եմ сирում, մանկությունից причем։ Այս պահի գիրքը ո՞րն է սեղանին։ Крайон путешествие домой։ Շատ հետաքրքիր գիրք է, ես восторг եմ։ Ուրիշ էլ ինչ գիրք քո հասակակիցների խորհուրդ կտաս, որ կարդան։ Гарри Поттер и проклятое дитя։ Именно այդ գրքի հատորը, որովհետև դա չունի իր ինչ-որ ֆիլմը, շատ հետաքրքիր իստորիա է Гарри Պոթերի ու այդ главный գերոյների երեխեքի մասին է։ Նոր իստորիա, շատ հետաքրքիր է։ Իսկ քույրիկի հետ ինչ եք սիրում անել։ Այ օրինակ որ Հայաստան եք գնում, ամենասիրելի ձեր զբաղմունքը, որ հատվածն է սիրում, Երևանը, չգիտեմ, ինչ Սևանը։ Երևանի կենտրոնը։ Կենտրոնն է սիրում։ Կասկադը, հրապարակը, օպերան։ Բոլոր մասերը։ Երևանի կենտրոնի բոլոր մասերը։ Քույրիկիս հետ չգիտեմ, մենք ընտանիքով ման ենք գալիս, կարող է գյուղ գնանք, չգիտեմ, դենց խառը։ Ինչպես ես կարողանում հաղթահարել լարվածությունը բեմում ելույթներից առաջ։ Ես գիտեմ, որ դու քո հարցազրույցներից մեկի ժամանակ եւ նույնիսկ նախագծում ասում ես, որ սկիզբը շատ բարդ է, բայց հենց երգը սկսվում է, ամեն ինչ ավարտվում է, ամեն ինչ հանգստանում է եւ դու քեզ բայց շատ դժվար է, որովհետև ես այսպես եմ միշտ որ երգը սկսվում է, ինչ որ sense 30 վայրկյան, ես լարված եմ, բայց հետո ես տան մեջ եմ sense։ Ահա։ Всё։ Դե բնական է, այո, ասում են արտիստը այլևս չի կարող գոյատևել լինել, եթե նա բեմ դուրս գալուց առաջ չի անհանգստանում։ Դա բնական է եւ դա այդպես պիտի լինի։ Ինչ նոր անելիքներ ունես, ինչ նոր նախագծեր կան, պլաններ, չգիտեմ, համերգ, այ երգը գրելը, երգ ներկայացնելը արդեն հասկացա։ Բացի դրանից կան ինչ որ նոր նախագծեր, որ հրավեր ունես։ Պրոյեկտներից ես շատ հոգնել եմ, շատ եմ հոգնել, որովհետև 2024 թվականին ես ունեցա Factor Bayern ու ко всей вместе и до этого էլ շատ պրոյեկտներ ես հոգնել եմ, sense պաուզա եմ վերցրել պրոյեկտների երգեր եմ գրում, երգեր եմ պատրաստում, հույսով եմ շուտով կլսեք։ Դա էլ իմ основное сейчас как бы фокус группան է։ Ահա, շատ լավ։ Հիմա իմ հաղորդման իմ սիրելի հատվածն է գալիս, ես իմ գործընկերների, հայացք դրսից հաղորդման գործընկերների կողմից քեզ համար պատրաստել ենք փոքրիկ նվերներ։ Սա ուրեմն Լիպիստոկ խանութ սրահի կողմից իդեմս Արփինե Աբովյանի այս գեղեցիկ ծաղկեփունջը պատրաստել են քեզ համար եւ հատուկ ընտրվել են գույները, որովհետեւ կարծում եմ, որ դու այս գույնը սիրում ես։ Չգիտեմ, կռահել ենք թե չէ։ Ահա, սա քեզ։ Շնորհակալություն, շատ սիրուն է, շնորհակալություն։ Վաու։ Очень вкусно։ Քեզ շատ սազում է։ Եվ դոկտոր Նազելի Արտենյանի կողմից, դոկտոր կոսմետոլոգ, այսպես գեղեցիկ նվեր քարտ 50%-անոց զեղչ, չնայած դու շատ երիտասարդ ես, քեզ կարծում եմ պետք չի գա ոչ մի բան, բայց կարող ես մայրիկին նվիրել կամ միասին կարող եք գնալ։ Ահա։ Եվ այսպես դոկտոր Նազելի Արտենյանը ձեզ համար կընտրի թե ինչ Մերսի շատ, ուրա պրոցեդուրա կարող եք անել։ Եվ այսպիսի էքսպերիմենտ փոքրիկ, եթե պատկերացնենք, որ դու ես հաղորդավարուհին եւ ես քո հյուրն եմ։ Ինչ հարց կտայր ինձ, մեկ հարց ընդամենը, ինչ որ մի բան։ Եվ ինչ հաղորդման անուն կորոշեիր քո հաղորդաշարի համար։ Վաու։ Երևի ես իմ սիրած հարցը միշտ եղել է երազանքի համար։ Ես ձեզանից երևի դա կհարցնեի։ Название, Просто որ հաղորդումի անունը լիներ ճանապարհ, ну просто ճանապարհ։ Լավն է, հետաքրքիր է ճանապարհ։
Պիտի ասեմ, որ ճանապարհը իսկապես հաղթահարողներն են անցնում եւ դու էլ շատ պատվով ու շատ գեղեցիկ անցնում ես այդ ճանապարհը։ Ես կուզենամ, որ քո ճանապարհը լինի ավելի հարթ, որպեսզի ցանկացած դժվարություն դու շատ ավելի հեշտ անցկացնես, հեշտ հաղթահարես։ Իմ երազանքի մասին այս պահին իհարկե ես որպես մամա կուզենամ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, որպեսզի բոլոր բալիկների ապագան լինի խաղաղ ու անվտանգ եւ այդ նույն երազանքի մեջ, որ Արցախը մենք վերադարձնենք։ Երազանքը այս պահին դա է։ Շատ լավ երազանք է։ Ես շնորհակալ եմ քեզ քո բաց լինելու համար, քո անմիջական լինելու համար, քո տեսակի համար, որ մարդիկ կան, որ հաջողության դեպքում գլուխները կորցնում են, այսպես աստղայինը տանում է, չէ, բայց քո մեջ ես զգում եմ, որ դա չկա եւ ուրախալի է դա նաեւ մամայի, պապայից է գալիս ծնողներից, իհարկե նաեւ քո ներքինից։ Շնորհակալություն նաև Տրենդե նորաձև հագուստի խանութ սրահին իմ գեղեցիկ բաճկոնի համար։ Շարունակենք եւ արդեն մոտենանք ավարտին մեր զրույցի, նորից շնորհակալ եմ, անչափ հաճելի էր քեզ տեսնելը, ծանոթանալ իմ հաղորդման շրջանակներում։ Դու ինքդ ինչ կմաղթես քո լսարանին, քո հեռուստադիտողին, քո երկրպագուներին։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ լսում եք, հետևում եք, ես ձեզ շատ սեր եմ մաղթում։ Շնորհակալ եմ, մենք էլ քեզ ենք բազում հաջողություններ մաղթում, նորանոր հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Եվ հուսամ, որ էլի կհանդիպենք։ Իհարկե։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Շատ հաճելի էր։ Հաղորդման աջակիցներ՝ Safar Travel տուրիստական գործակալություն, Լիպիստոկ ծաղկի խանութ սրահ, Դոկտոր Նազելի Արտենյան, Վտրենդե ոճային հագուստի խանութ սրահ։ Հաղորդման գլխավոր աջակիցն է Windend ստոմատոլոգիական կլինիկան։ Այստեղ ձեզ կպարգևեն գեղեցիկ եւ առողջ ժպիտ։ Այսօրվա հանդիպումը այսպիսինն էր, իսկ դրսից հայացքը Էլեն Բադալյանինն էր։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր հետևորդներին, մնացեք ինձ հետ, բաժանորդագրվեք, եղեք ակտիվ, թողեք ձեր մեկնաբանությունները, ես դրանք անպայման հետևում եմ եւ իհարկե սիրով պատրաստում եմ ձեզ համար նոր եւ նոր էպիզոդներ։ Մինչ նոր հանդիպում։